به نام خدا تشکر میکنم از حضور شما در Համն Աստծո նախապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այս մշակութային իրադարձությանը գտնվելու համար եւ ցուցահանդեսը նվիրված է Իրանի պատմական հուշարձանների եւ զբոսաշրջային վայրերին, այսպիսով նպատակ է հետապնդում ներկայացնելու Իրանի իր ողջ գեղեցկությունը։ Հիմնական այս ցուցահանդեսի հիմնական նպատակը այն է, որ հայ հասարակությունը ել ավելի լավ ծանոթանա Իրանի պատմական հուշարձանների եւ զբոսաշրջային վայրերին, որպեսզի ունենանք հայ հասարակության ել ավելի ակտիվ ներկայություն Իրանում։ Ինչպես գիտեք, Իրանը եւ Հայաստանը ունեն բազմաթիվ մշակութային ընդհանրություններ, սակայն ցավալի է նշել, որ չնայած այս բոլոր ընդհանրություններին եւ այն լավ մշակութային կապերին, որոնք գոյություն ունեն մեր երկու երկրների միջև, հայ ժողովուրդը բավականաչափ ծանոթ չէ Իրանի մշակութային վայրերին, պատմական հուշարձաններին։ Ինչպես գիտեք, այս երկու երկրների միջև առհասարակ ճամփորդելը շատ հեշտ է, հատկապես հաշվի առնելով վիզայի ռեժիմի բացակայությունը, եւ հուսով ենք, որ այս միջոցառումը կնպաստի, որ ել ավելի երկու ժողովուրդները ել ավելի շատ ճամփորդեն եւ ել ավելի լավ ծանոթանան միմյանց, եւ հատկապես հայ ժողովուրդը ել ավելի լավ ծանոթություն ձեռք բերի իրանական մշակույթի եւ քաղաքակրթության։ Կարծում եմ, որ իրանցի ժողովուրդը բավական լավ ծանոթություն ունի հայ մշակույթի եւ հայ հուշարձանների հետ, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաստացի Ռուսաստանից եւ Վրաստանից հետո Հայաստանում զբոսաշրջիկների թվով ամենամեծը Իրանն է, եւ եթե նկատել եք բազմաթիվ տոների եւ հատուկ օրերի ժամանակ այստեղ ներկա են գտնվում բազմաթիվ իրանցիներ։ Երկրորդ գործոնը թերևս այն է, որ թերևս մեր իրանահայ հայրենակիցներն են եւ նրանց համայնքը, որը գոյություն ունի Իրանում։ Որպես օրինակ, այս տարվա ամանորյա տոնակատարությանը այդ գիշերը անձամբ ներկա եմ գտնվել Հանրապետության հրապարակում եւ կարող եմ ասել, որ մոտավորապես 50%-ը հենց իրանցի է։ ایرانی بودن